Պարզվում է, որ Բրուքլինը սկսել է խզել իր հարաբերությունները ընտանիքի հետ։ Որ գնացել են մեղրամիս, այդտեղ չի եղել ոչ մի Բեքհեմների ընտանիքից կայացուցիչ, բայց եղել են Նիկոլայի եղբայրները, քույրիկները։ Դերս շատ մի հատ մեծ իրադարձություն է լինում Նիկոլան ու Բրուքլինը կազմակերպում են իրենց երկրորդ հարսանիքը։ Թարմացում են իրենց երթումները, որոնք իրար տալիս են։ Այդ ժամանակ չկար Բեքհեմներից եւ ոչ ոք։ Ընթացքում էլի լիք իրադարձություններ են լինում։ Դեվիդ Բեքհեմին տալիս են ասպետի կոչում, դրանք չեն մասնակցել Բրուքլինն ու Նիկոլան։ Բայց այդ շատ Վիկտորիայի պակասներին, որ իրանք միշտ ընտանիքով բոլորով գնում են, իրանք բացակայան են։ Պարզվում է, որ Բրուքլինի եղբայրներից մեկը սկսում է հանդիպել Բրուքլին Բեքհեմի նախկինի հետ, ինչը իհարկե ավելի է սրում հարաբերությունները։ Հասնում է նրան, որ լուրեր են տարածվում, որ Բրուքլինը արգելում է Վիկտորիային ինչ որ ձև իր հետ կապ ունենալ ինտերնետում, սոցիալական հարթակներում։ Փաստաբանների միջոցով է թույլ տալիս, որ իր հետ շփվեն։ Որ մի օր Վիկտորիան լայքում է Բրուքլինի հետ կապված ինչ որ պոստ, Բրուքլինը իրան բլոկ է անում ու լինում այն իրադարձությունը, որը մենք ձեզ ասեցինք։ 3 Բրուքլին Բեքհեմը առաջին անգամ մեկնաբանում է սիտուացիան ու ասում է, որ իր ընտանիքը ամբողջ կյանքում իրան կառավարել է։ Ասում է, որ ընտանիքը ոչ միայն սովորական ընտանիք է, այլ քանի որ իրանք ներկայացնում Բեքհեմների բրենդը, շատ կարևոր է եղել իրանց համար իմիջը։ Ավելի կարևոր է եղել, քան երեխաները Վիկտորիայի համար։ Շատ վատ բաներ էր գրված Նիկոլայի մասին, որոնք ասել է Վիկտորիան։ Կետ ինքը խոսացել է բոլոր այն բաների մասին, որի մասին մենք քիչ առաջ ասում էինք, սկսած հարսի շորից, հարսի պարից, թե ինչի են իրանք թարմացրել իրանց երթումները, շատ դաժան էր այդ ամեն ինչը կարդալը։ Մեդալը երկու կողմ է ունենում, բայց ամեն դեպքում երեխա ինձ թվում է շատ ծանր է ընդունել այն փաստը, որ ընտանիքը քեզ վերաբերվում է որպես դեմք առաջ գնալու, ինչ որ բրենդ ստեղծելու։ Մի հատ հատված կա բարի հետ կապված, որտեղ Բրուքլինը գրել էր, որ Վիկտորիան շատ ոչ պատշաճ ձևով է այդ բարի ժամանակ։ Բոլորը սպասում են այդ բարի վիդեոին։ Մեմեր են պտտվում հիմա ինտերնետում։ Բոլորը սպասում են կարելի ասել ապացույցի, որովհետև փաստացի այդ պետքա որ վիդեո նկարահանված լինի։ Բացի այդ Նիկոլայի հետ կապված իրանք ասել են, որ ինքը չի կարա դառնա մեր ընտանիքի անդամը, չի կարա լինի մեզ արյունակից։ Մի խոսքով չեն ընդունել իրան որպես Բրուքլինի կին։ Ռոմեոն սկսել է հանդիպել նախկինի հետ, Վիկտորիան շատ ջերմ ընդունել է, Բրուքլինի ասելով հենց ինքն է եղել։ Այդ ամեն ինչը կազմակերպի շատ կարևոր է այն, որ Բրուքլինը ասել է, որ Վիկտորիան ու Դեվիդը կառավարում են մեդիաներից շատ ռեսուրսներ, ինտերնետում տարածվում են բոլոր այն լուրերը, որոնք իրանց պետք են։ Հիմա մենք իհարկե սպասում ենք արձագանքի արդեն մյուս կողմից։ Սենց բան ասեմ, ինձ թվում է, որ Բրուքլինը դուրս է եկել այդ կառավարման տակ։ Ամեն դեպքում Նիկոլան ինֆրազեցություն ունի Բրուքլինի վրա։ Ոնց որ կառավարել է իրան այն ժամանակ Վիկտորիան, հնարավոր է, որ կառավարում է նույն ձև իրան հիմա Նիկոլան։ Նո, անձնաճկով երևում է։ Դուք ուզում եք, որ մենք վիդեո նկարենք ինչ ճանապարհին անցել Վիկտորիա Բեքհեմը ու Դեվիդ Բեքհեմը միասին, որովհետև իրանք շատ հետաքրքիր պատմություն ունեն, անպայման գրեք կոմենտներում։ Շատ տեղյակ է։ Այսինքն վիդեո ստացվեց։ Bye bye։